մեջ ես ինձ մի հատ եմ գործ գտել, ուրեմն այս ձախ կողմում մեր բանջարեղենն է, որի աղաջուրը դեռ նոր պետք է սարքեմ, այստեղ դեռ դրված է, աջ կողմում իմ ընկույզներն է, որ նոր վերջացրեցի ու իր փոքրիկ մասը մնաց առանց կրեմի, բայց ոչինչ, ինչքանով որ հասկացա, ամուսինս առանց կրեմի էլ ասիում, ցածր եմ ասում, որ չլսի, այդպես գոտի մնացած ամբողջությամբ լցոնված է, հիմա էլ ուզում եմ պատրաստեմ այս մեր վաղուց գնաց կիսելը, որին գնում է փաստորեն 5.5 բաժակ ջուր, բաժակն էլ 200 գրամ, հիմա սկզբում իրան կդնեմ այս տարայի մեջ 2 բաժակ ջուր կավելացնեմ ու կխառնեմ այնքան մինչև ինքը լուծվի ու պետքա փաստորեն դնենք գազօջախին ու խառնելով ցածր ջերմաստիճանի տակ ավելացնենք նաև 3.5 բաժակ ջուր այնքան մինչև հասնի եռման աստիճանի ու տեսնենք առհասարակ իր համը ինչպիսին է, որովհետև կարծում եմ, որ ես չեմ սիրելու պատրաստեմ, մի փոքր կփորձեմ, կասեմ, բայց չեմ սիրելու երևի ամուսինս ուզում խմի, մի հատ սա պատրաստեմ, դրանից հետո այս խառը թթվի աղաջուրն էլ պատրաստեմ, լցնեմ ու իրան տանենք արդեն չուլան, խորտանոց ու անցնեմ, տեսնեմ ինչա մնացել առհասարակ անելու։ Միջև սկսելս լավա շուտ հասկացա, որ եթե գործս գազօջախի հետ է, ուրեմն պետք է վերցնեմ կաթսա, այս կաթսայի մեջ այդ ամբողջը կանեմ, կդնեմ գազօջախին, կհասցնեմ եռման աստիճանի, հետո որ մի փոքր արդեն ինքը կսկսի սառչել, կլցնեմ արդեն այս տարայի մեջ։ Վերջ, այստեղ ես կիսելն էլ ավարտին հասցրեցի, իր այդ պատրաստման պրոցեսը հասցրել եմ եռման աստիճանի, հիմա կթողնեմ այսպես մի փոքր այս կաթսայի մեջ կսառչի, հետո կավելացնեմ այն տարայի մեջ ու նորից կթողնեմ մի փոքր սառչի, այնպես որ խմելը հաճելի լինի, տաք չլինի։ Հիմա անցնում եմ արդեն թթվի աղաջրին։ Այստեղ թթվի ջուրը կաթսայով գազօջախին հասցրեցի եռման աստիճանի, հիմա պետք է սպասեմ ինքը գոլանա, որպեսզի այդ պլաստմասի տարայի մեջ լցնեմ, հանկարծ չկրկվի, կոպիտ ասած, հենց որ կհասնի արդեն գոլ աստիճանի 8-ից 9 ճաշի գտալ խոշոր աղը կավելացնեմ, լավ կխառնեմ, մի հատ աղը կձուլվի մեջը ու նոր կլցնեմ թթվի վրա։ Այս ընթացքում էլ հասցրեցի հաց ուտեմ արդեն, առավոտից այնքան գործ էի արել, երկրորդ անգամ եմ ուտում ճաշներ։ Հիմա գնամ մի փոքր նստեմ, տեսանյութ մոնտաժեմ, մինչև այս ջուրը կհասնի գոլ աստիճանի։ Ժողովուրդ, այսօր որոշել էի այդ ամբողջ գործերս տնային անեի վերջացնեի ու գնայինք աշնանային ֆոտոսեսիայի, այն էլ լավա չգնացինք, որովհետև եղանակը ահա որ վատնա այս պահին 5 րոպե առաջ այսպես սկսվել, շատ ուժեղ մի պահ անձրև եկավ, հիմա կամաց արդեն գալիս, բայց ամեն դեպքում շատ ահավոր ցուրտ է ու խառնվել է իրար, մենք որ հիմա գնացած լինենք, չգիտեմ, ծառի տակ, անձրևի տակ էինք մնալու մինչև մեքենա հասնելը, այդպես, վաղը կգնանք, ինձ թվում է, եթե եղանակը լավ լինի, կարծում եմ, որ օրվա առաջին կեսին լավ կլինի, դրանից հետո ոնց որ այսօր նորից կփոխվի, ամեն դեպքում վաղը այդքան գործ չունեմ անելու, ինչքան որ այսօր ունեի ու արդեն արել վերջացրել եմ, քամի ացուրտ, անձրևն էլ մի քանի միլիվայրկյան եկավ ու կտրվեց, բայց ամեն դեպքում ամպերը շատ սև են ու մռայլ էլի է գալու։
այս ֆոնին, հեսա մի հատ սիրուն ֆոտոսեսիա եմ անում։ Ճիշտն ասած դուրս ենք եկել խանութներով, ինձ մի քանի զգեստներ գնեցի, կգնամ տուն ցույց կտամ ու ասեցի այս արևոտ եղանակը ես հաստատ բաց չեմ թողնելու ու օգտագործելու եմ ֆոտոսեսիայի համար, որովհետև սրա առաջին օրը լավ մռայլ ցրտոտ եղանակ էր ու կարծում եմ, որ նույն ցրտոտ եղանակը սպասվում է առաջիկայում, դրա համար այսօրվանից լավ օր չկա, այսօրվանից սիրուն օր չկա, այս գույները մեկ տեղում բացմունք երանգները ուղղակի խելագարվելու աստիճան սիրուն է, չգիտեմ կարող է կադրը լավ չփոխանցի, բայց ամեն դեպքում բոլոր գույները մեջը կան, բացումուկ դեղինները, բացումուկ կանաչները ու այդպես խառը, կարմիր, ոյ ես շոտ եմ հավանում, չգիտեմ, շատ է դուրս գալի այս գույներն ու առհասարակ աշունը Աշնան վերջին ամիսն ենք հեսա մտնում, պետքա վայելել, ինչքան որ հնարավոր է։ Հիմա մի հատ սիրուն այդ ֆոտոներն անենք ու անցնենք առաջ մեր առօրյային։ Երեխեք այս ֆոնին այնքան սիրուն նկարներ ա լինում, մենակ տենակ։ Այս գույնը մտածում եմ, թե նորմալ կադրը չի փոխանցում, բայց ամեն դեպքում ռեալ աչքերով որ նայում ենք, ինքը հաստատ ավելի սիրուն է։ Չգիտեմ, քան դուք տեսնում եք, ռեալ ավելի սիրուն է։ Հիմա քիչ մնաց մի փոքր ենք ֆոտոսեսիա անում ու գնում ենք։ Ժողովուրդ ջան, քանի որ քիչ հետո պետքա տանից դուրս գանք, այս կարող եք հաշվի չառնել իմ այն գիշերազգեստն ու քանի որ շատ փափուկ է, ես իրան որպես տան շոր եմ հայքել։ Ուզում եմ մի հատ ցույց տամ, թե երեք ֆոտոսեսիայից հետո գնացինք հագուստի աշխարհ ու ինչ շորեր ինձ վերցրեցինք երկու զգեստ, մեկը սա վերևի հատվածը, արդեն հասել եմ իրա վրայի գնապիտակը պոկեմ ու մեկ անգամ հագնեմ, այս վզի հատվածը իմ ուզածնա, որ այսպես սիրուն փակ ա լինում, բայց ոչ շատ քիփ, որ վիզը չձգի, սենց ճկվող կտոր ա ինքը, շատ փափուկ, հարմար, կարևորը գույնը, նենց նուրբ ա, շատ հավանում եմ, այս կողքի հատվածներն ունի սենց դիզայն կոճակների տեսքով ու կոճակներից ավելի ներքև ունի պրարեղ, հայերենին ոնց էին ասում, մի խոսքով, պրարեղ, ինքը լավ երկար, բայց գետնին չկպչող, հարմար չափա, փափուկ, գույնը սիրուն, ինքը սիրուն, այսպես լավ բարձրանում է միջև ներքև, սա մեկ զգեստ, որը վերցրեցի, սենց բաց գույներ ենքան եմ սիրում, չեք պատկերացնի։ Առաջ այսպես չէ, ավելի մուգ գույների կողմնակեցի էի, հիմա ավելի բաց յարկի։ Սա էլ, քանի որ դեռ չեմ հագել ու հիմա որ պետքա տանից դուրս գանք, սա կհագնեմ, սրա սպիտակը ունեմ, զուտ այս շղթան, այս կողքի հատվածում է դրած, սա մեջտեղի հատվածում է, կարմիր, էլի սիրուն, այսպես անեմ արևը ընկնի վրան ու տեսեք, թե ինչքան հաճելի կարմիր է, կարմիր գույնը իմ ամենասիրելիներից է, կապույտը, կարմիրը ու այդպես չգիտեմ, բոլոր գույները համարյա սիրում եմ, բացի մուգ մռայլ գույներից, բայց ամեն դեպքում սև գույնի բնականաբար հագնում եմ։ Այս էլ պրարեղը մեջտեղի հատվածում է։ Մի խոսքով, սրա սպիտակը քանի որ ունեմ ու այդպես առօրյայում շատ չեմ կարող հագնեմ, որտեղ ինքը ոնց որ ավելի տոնական լինի, բայց կապույտը ինձ թվում է առօրյա հագնելու է, սա էլ երկարությունը նույն երկարն է, փափուկ նույն կտորն է, երկարաթև, այդպես։ Հիմա էլ սա արդեն քիչ հետո որ սկսեմ պատրաստվել, կհագնեմ ու տանից դուրս կգանք, պետքա գնանք Աբովյան քաղաք, այդպես, մի խոսքով մնացեք ինձ հետ, տեսնեմ հաջորդը ինչ եմ նկարելու։ Մենք նորից City-ում ենք, ես ինչ հիշում եմ, մենք առևտրի ենք, այն թափից ենք գալիս, գնացել ենք կոնֆերանսի, հիմա երեկոյ է մեզ մոտ, եկել ենք տնային ամենասովորական առօրյա գնումներին, ուզում եմ գնանք տուն ու միանգամից բուրգեր սարքեմ, դրա համար այստեղ վերցրել եմ բանջարեղեն, վարունգ, դե բանանը մեր մշտականն է, բուրգերի հետ կապ չունի, լոլիկ եւ 1000-ի թերթիկ, վերցրել ենք նաեւ այլ խանութից աղացած միս, որ ես ինքս կոտլետները պատրաստեմ ու հիմա գնանք արդեն բուրգերի հացի հետևից։ Ճիշտն ասած հիմա նայում եմ, որ բուրգերի հացը փոքր չլինի, միջին չափ լինի, որ միջի այդ բանջարեղենը տեղավորվի, երևի թե այս տարբերակը կվերցնեմ, այսինքն շատ քիչ չի։
տիպի խաչապուրիներն էլ շատ լավ է, այն սրտխառնոց առաջացնող կամ մեջը բացարձակ պանիր չլինող տեսակներից չի։ Լավ պանիր կա շերտով մեջը եւ նաեւ սրտխառնոց չի առաջացնում, դրա համար մենք երբ գալիս ենք ինչքան լինում է համարյա վերցնում ենք, բայց ոչ էս ամբողջ տուփը էլի, եթե լիքը լինի։ Մի 5-6 հատ վերցնում ենք այդպես։ Երեխեք, ես այստեղ խաշի հետ կապված ամեն բան վերցրեցի, նաև վերցրեցինք մածուն, բայց ոնց որ պլանները փոխվում է, բուրգերը մնում է վաղը առավոտյան, հիմա եկել ենք այստեղ խաշ նայելու, սեզոն արդեն համարել ենք բացված, այս ամսին հասել ենք մենք անգամ արդեն ուտենք, բացումն անենք, հիմա իսկ հիմա երկրորդը վերցնենք խաշ, հիմա գնանք ուտենք, վաղը առավոտյան կսարքեմ բուրգեր, ճիշտ է, խաշը հիմնականում առավոտյան են ուտում, բայց մեր համար բացարձակ տարբերություն չկա։ Այս տարբերակը երևի վերցնենք, խաշասերներ հավաքվեք, մի հատ շուտ գնացեք, որ տարբերակ ուզում եք վերցրեք ու գնացեք կերեք, անկեղծ շատ համով է։ Նաև վերցրեցինք լավաշ, խաշի անբաժան մասնիկը, գնացինք։ Այստեղ ուրեմն 3-4 օրը, 2-3 օր արդեն կլինի։ Մտել էինք մի հատ խանութ, այդպես շատ գնումներ չայցինք, հիմնականում նենց բաներ էինք վերցնում, որ ամուսնուս էր պետք մեքենայի համար, չգիտեմ, չգիտեմ խոսքով ինչեր էր վերցնում, այդ ապակիների, որ ջրով մաքրում են դրա, հետ կապված ավելի ձմեռային եւ այլն։ Ես էլ վերցրեցի այս տարան, որի մեջ մենք լցնում ենք մեր աղը, քանի որ կոտրված էր մերը, ես վերցրեցի, հենց տեսա, որ միանգամից վերցրեցի, նպատակ չունեի, բայց ամեն դեպքում մտքիս կար, որ այնպիսի խանութ գնամ, որտեղ որ դրանից կգտնեմ, այ այս տարբերակի մասին է խոսքը, համարյա թե նույնն է, վրայի նախշերն է ուրիշ, դեռ չեմ հասցրել փոխեմ, կհանեմ, դատարկեմ, այստեղ տեսեք արդեն թափված է աղը, մի հատ այս ամբողջ պահարանել մաքրելու կարիք ունի, այնպես է կմաքրենք, այդպես, քանի որ ամեն անգամ երբ մենք աղացած միս ենք առնում, մի ամբողջական տոպրակի մեջ է ինքը լինում, ու ես որ դնում եմ մորազիլկայի մեջ, ինքը լավ սառչում է, հետո ինչ որ բան եմ ուզում դրանով պատրաստեմ, հանում եմ, այդ ամբողջ զանգվածը հետ պետք է գա, սառույցից մի փոքր հատված վերցնում եմ, որտեղ որ այսքանի կարգի ու նորից դնում եմ, այդ հանել դնելու հետևանքով շատ հաճախ, բայց ոչ միշտ, շատ հաճախ լինում է, որ այս միսը փչանում է ու ես ուղղակի դեն եմ նետում։ Դրա համար այս անգամ որոշեցի այսպես մասերի բաժանեմ իրենց, սրանք հիմա դնեմ մառասիլկան, սրանով էլ կոտլետներ պետք է սարքեմ, երեկվա գնացս այդ ամեն բաղադրիչներով բուրգեր մի հատ պետք է սարքենք։ Ինձ թվում է սա ավելի լավ տարբերակ է առանձին մաս դնել, որպեսզի երբ որ ինչ-որ բան ուզենամ պատրաստելու մսով, հանեմ այս չափը ու մնացածին վնաս չտամ։ Դե ինչ, նախորդ կադրերից արդեն անցել է մոտավորապես 3-ից 4 ժամ, ես այստեղ լվացել եմ բանջարեղենը, վերցրել եմ բուրգերի այս տեսակի հացը, այն մյուսին թվում է կմնա, հետո կպատրաստեմ, 3 օր խանութում ցույց տվեցի, պանիրը եւ միսը, հիմա մի հատ իմ ձեռքով կոտլետները պատրաստեմ ու սկսենք միասին մի հատ համով բուրգեր պատրաստել ու ուտել։ Այստեղ էլ իմ սիրուն մրգերն են, միշտ սեղանին դրված չեն լինում, այլ մի կողմում, բայց այս պահին հասկացա, որ իրանք սեղանին ավելի պետք են, որովհետև այսպես ավելի սիրուն տեսք են տալիս ու իրոք դրական էմոցիաներ են փոխանցում, բնականից բացարձակ չի տարբերվում, բայց ինքը բնականաբար արհեստական է, դեկոր է, այսպես մի փոքր ընթացք իրենք կմնան այստեղ իմ ուտեստների կողքին, մինչև հավեսս նորից կհանեմ իրենցից, գնացինք պատրաստելու։ Այսպես փոքրիկ թավայի մեջ հատ-հատ մոտավոր 2-3 հատ կպատրաստեմ բավական է։ Քանի չեմ մոռացել, եկեք մի հատ էլ սա ցույց տամ, մեր առևտրներից մեկի ժամանակ ենք գնել, բայց 2-3 օր չեմ հարմարացնում, որ ցույց տամ, հիմա մի հատ մեկ ձեռքով որքան որ հնարավոր է բացեմ, առանց վնասելու իրան հանեմ դուրս, ոյ, շատ կոպիտ եղա, ոչինչ։ Խնդրեմ, ինքը սովորական թափանցիկ ծանր ապակի, բայց տեսքը շատ գեղեցիկ է, տեսանք, հավանեցինք ու միանգամից վերցրեցինք տունա թող լինի։